Արևոտ օրերին Սվարանցում առաջինը եկեղեցու բակն է ջերմանում։ Ծերերը իրենց տեղն են զբաղեցնում, սկսում երբեք չվերջացող ու միշտ կիսատ մնացող զրույցը, երեխաներն այդ ժամերին դպրոցում են լինում, գյուղի ջահելներն էլ գործի են անցնում, որ մինչև կեսօր գոմերը մաքուր լինեն, ախոռները լիքը։ Այստեղ հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։ Հենց դրա համար է Մարտակերտի Մաղավուզում լավ ֆերմերի համբավ ունեցող Արամը 6 երեխաների ու կնոջ հետ նախընտրել Սվարանցը։ Մեր անասունները թողել ենք ընդ եկել, մենք ընդ ֆերմա ունեինք։ Պրոստոս չգիտենք ոնց անենք այդ անասունը որ առնենք, կարանք ռեալիզovat անենք, չենք կարա, այնտեղ կարում ենք, այնտեղ խնդիր չկար, բայց այստեղ ծանոթացանք, իմացանք, որոշեցինք որ պիտի անասուն առնենք։ 9 հոգի ու մի նիվա։ Տեղահանության 5-րդ օրը մեծ ընտանիքով Գորիս հասած Արամը սկզբում Շինուհայրում է տեղավորվել, բայց այդ բնակավայրը Սվարանցի արոտավայրերի հարստությունը չունի։ Կովեր գնելու համար ընտանիքը վաճառել է մեքենան, ամենամսյա պետական աջակցությունները նույնպես ներդրում են դարձել։ Հիմա համարյա 60 մոտ է արդեն անասունները, դե տարուկես անցել, տարուկեսումը 25 գլուխ 7 հատ կով է եղել մեջ, չի կար այդքան բազմանա, առել ենք, 40 պլյուս 10 ստացել ենք, էկոնոմիա ենք արել, ասենք 2 ամիսի մի, 3 ամիսի մի կամ ամենամիս, չգիտեմ, ոնց ստացվել է, նայած այդ ամիսի ինչքան ռասխոդ է եղել, առել ենք, անասուն ենք առել, կով ենք առել, հորտուտակին, հորտ ենք առել, Տուֆիկյան հիմնադրամը տրակտոր ա տվել գյուղին, այդ տրակտորն էլ ես եմ քշում, ժողովրդի գործի ես եմ անում, այդ տրակտորն էլ ինձ տվել, դարել ա որ ես իմ տրակտորով իմ խոտոս հարում եմ բերում եմ, ժողովրդին էլ օգնում եմ։ Գործից ազատ եզակի վարքյաններին Արամը հայացքը վարձակալած տնից իր բազմանդամ ընտանիքի համար նախատեսված նորակառույցին է գցում, բայց տեղափոխվել չի կարող, այնտեղ գուցե պայմանները լավն են, բայց չկա ամենակարևորը՝ գոմ։ 60 գլուխ խոշոր ունի Մարտակերտից 2023-ին տեղահանված երիտասարդը։ Ծանոթների հետ զրուցելիս մի բան է միշտ ասում՝ անասնապահության համար ինքը գտել է լավագույն վայրը։ Նայելի միջավայրամաս դեսքանի 1000 հեկտար տարածքն է, բաց։ Մի հատ անասուն չկա դե։ Սե գարունը բացվես, կարող է 200, այս քանի 1000 հեկտարանոց դաշտերում մի 200 գլուխ անասուն լինի։ Բայց եսի որ սաղ անասուն նստեիք, հիմա ասում եմ միշտ չկա, ասում են, amma միսը արդեն կրիզիս է դառնում, խի է կրիզիս։ Նկարահանումն ավարտում էինք, երբ դպրոցից վերադարձավ Արամի մեծ որդին։ Տուն մտնելն ու գործի անցնելը մեկ եղավ։ Մեր տանը պարապ մարդ չի կարող լինել։ Միակ պարապը կատուն է, որ մուկ բռնել է ալարում, կատակում է ֆերմերը։ Երեխեքը մեր չաշխատելով կանան ներվեն։ Մենք որ եկել ենք ստե աշխատենք, դրանից ինչ պիտի ներվեն։ Հիմի, հա, հասկացանք, դե մենակ մենք չենք այդ վիճակում։ Սաղ մեր արցախցիներն այդ վիճակում է, սաղ էլ թողել են եկել։ Հիմա որ սաղս էլ նստենք, ասենք, չանենք ոչ մի բան, ասենք սուք ենք պահում, լավ է, սենց ասեմ, լի բարբարով ասեմ, սուք ենք պահում, ինչքան պիտի պահենք այդ սուքը։ Կամ ինչքանով է էդի ճիշտ։ Ով պիտի մեզ պահի։ Որ մենք չաշխատենք, ասենք տուն ենք կորցրել, դե մենք հա տուն ենք կորցրել, այդ նյութականի մասին եմ էլի խոսում, այնի մեր ծննդավայրն է, այնի մենք չենք կարա մոռանանք, բայց դե ասենք համար ենք սենց էլի, որ մեր դուռը փակել ենք, եկել ենք ստե աշխատում ենք, որ մեր հնդե գործ չկա, եկել ենք ստե ենք աշխատում, մոտորապես էս մի բան ձևակերպենք մեր մեջ, մեզ խափենք սենց, մեզ հանգստացնենք տենց եւ նորից նայենք դեպի առաջ։ Վարչական ղեկավարը գովեստով է խոսում Սվարանց եկած արցախցիների մասին, ընդգծում նրանց աշխատասիրությունը, կոչ անում հատկապես գյուղերից տեղահանվածներին գալ ու շենացնել բնակավայրը։ Առայժմ էս երկու ընտանիք, որ եկած են, երկուսն էլ շատ հրաշալի ընտանիքներ են, շատ լավ մարդիկ։ Ժողովրդի հայ հասնող, արդեն ինտեգրված են ժողովրդի մեջ, ոնց որ այս գյուղում ծնված մեծացած են։ Էլ տարբերություն չկա, մի քիչ լեզվի է, դե տեսնում եք իրակ մեր լեզուն դժվար են սովորում, եք իրանց սովորում եք արդեն։ Աշխատելը գյուղում ընտրություն չէ, այն առօրյայի պարտադիր մաս է, որ հաջողության միակ գրավականն է։ Հենց ջանասիրությամբ է, որ Արամն ու ընտանիքը պիտի կառուցեն նախատեսված մեծ գոմը, հիմնեն պանրի գործարան եւ իրենց նոր կյանքն ապրեն առավել բարեկեցիկ։ Տիգրանուհի Բադալյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։